Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր կրկին հանդիպել ենք մեր լավ բարեկամ Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ, բարև Տիգրան։ Ողջույն Մուրադ ջան։ Ուրախ ենք քեզ տեսնելու։ Ուխադարձ։ Մինչ դու Եվրոպաներում էիր, Փաշինյանը գնաց Եգիպտոս, բայց ոչ հանգստանալու, այլ միջոցառման։ Ինչ ես կարծում, ինչ պետք է հիշենք, ինչ պետք է վերցնենք այս հանդիպման մասին տեղեկատվությունից, ինչն էր կարևոր։ Կարևոր էր այն, որ առաջին անգամ Թրամփը ի վերջո կարողացավ հիշել, թե ով է Նիկոլ Փաշինյանը, եւ չշփոթեց Հայաստանը ոչ Ալբանիա եւ ոչ Կամբոջայի հետ։ Կարևոր էր, որ մենք եւս մեկ անգամ համոզվեցինք Փաշինյանը չի պատրաստվում գնալ Եվրոպա եւ այդ Եգիպտոսի հանդիպմանը նա Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի ղեկավարների հետ էր շփվում։ Այդ կարճատև ճեպազրույցը ոտքերի վրա Թրամփի հետ տվյալ դեպքում այդքան էլ էական չէր։ Փաշինյանը փորձում է ներկայացնել իրեն իբրև խաղաղարար, որպեսզի 26 թվականին, որը իր համար հիմա ամենակարևոր հարցն է, իր վերընտրությունը, որովհետև նրա ֆիզիկական եւ քաղաքական գոյությունը նա կապում է իր վերընտրության հետ, այդ մասին նա խոսեց անգամ ՄԱԿ-ի ամբիոնից, մինչդեռ ուրիշները խոսում էին երկրի համար կարևոր, իրենց երկրի համար հարցերին։ Նեթանյախուն խոսում էր պատերազմի եւ պատանդների մասին, Թրամփը խոսում էր խաղաղության եւ միգրանտների մասին, տարբեր մարդիկ տարբեր հարցեր էին բարձրացնում եւ միայն Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից խոսեց իր վերընտրության մասին։ Այդքան կարևոր է դա իր համար եւ նա կարծում է, որ նաեւ մեզ համար։ Այսպես որ Շարմ էլ-Շեյխում նա շարունակեց կառուցել իր կերպարը, մինչդեռ ես բացարձակապես չեմ կիսում այդ մոտեցումը։ Նա մեզ ոչ թե խաղաղություն է բերում, նա շարունակում է վատնել իրական խաղաղության, իրական արդարության, իսկ խաղաղությունը առանց արդարության չի կարող գոյատևել եւ տևական լինել։ Նա շարունակում է զիջումները ներկայացնել որպես խաղաղասիրություն, նա շարունակում է թուլությունը ներկայացնել որպես մարդասիրություն, նա շարունակում է մեր երկրի անհետացող քաղաքական եւ աշխարհաքաղաքական նշանակությունը ներկայացնել որպես իր անձնական ձեռքբերում։ Այո, դա նրա անձնական, բայց ոչ թե ձեռքբերումն է, այլ նրա եւ նրա կուսակցության, նրա գաղափարախոսության, Լևոն Տեր-Պետրոսյանի այդ դպրոցի կատարյալ սնանկությունն է, որովհետեւ ավարտելով միտքս ասեմ, այս 35 տարիների մեր բոլոր կորուստները, մեր բոլոր պարտությունները, մեր բոլոր մարդկային, տարածքային, հոգեբանական, քաղաքական եւ գաղափարական տապալումները ունեն մեկ հիմնական պատճառ։ Դա այն է, որ 35 տարի առաջ, ավելի ճիշտ ոչ թե 35 տարի, այլ հենց 30 տարի առաջ 95 թվականին, երբ առաջին խորհրդարանական ընտրությունները պատերազմից հետո կեղծվեցին, հետո նաև նախագահական 96-ին, Հայաստանը շրջադարձ կատարեց եւ ժողովրդավարությունից մտավ ավտորիտարիզմի ուղի, որով ընթանում էր այս վերջին տարիներին եւ որը բերեց մեզ այս բոլոր կորուստների։ Ուրիշ երկրները, որոնք գնացին եվրոպական ճանապարհով, իրենք արձանագրեցին հաղթանակներ, անվտանգություն, զարգացում։ Մեր երկրները՝ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը Խորհրդային Միությունից փորձեցին չբաժանվել, այլ գործարքի գնալ, եւ այդ գործարքը բոլորիս համար, եւ Ուկրաինայի, եւ Վրաստանի, եւ Մոլդովայի, եւ Հայաստանի համար նշանակեց տարածքային կորուստներ, պատմական ժամանակի կորուստ եւ մեր բոլոր երկրների, իհարկե տարբեր աստիճանի, շատ վտանգավոր իրավիճակը այս փոփոխվող աշխարհում։ Այդպես որ Եգիպտոս կատարած Նիկոլ Փաշինյանի այցելությունը չեմ կարող համեմատել նոր դարաշրջանից առաջ 17-րդ դարում մեր հեռավոր նախնիների, հիկսոսների կամ հայքսոսների հաղթարշավին դեպի Եգիպտոս։ Դες վերադառնալով Եգիպտոսի թեմային, ասեմ, ես չնկատեցի իսրայելցի քաղաքական գործիչների հետ հանդիպում եղավ, թե Պակիստանի հետ տեսանք, բայց Իսրայելի հետ չտեսանք։ Չտեսանք, որովհետև եթե թույլ տաս ես մի նկատառում կատարեմ այս թեմայով։ Օգոստոսի 8-ի համաձայնագիրը անհնար կլիներ, եթե չլիներ
այդ պահին կտրուկ սրացած իսրայելա-իրանական հարաբերությունները եւ Բենյամին Նետանյահուի անձնական լոբինգը եւ Վաշինգտոնյան իսրայելական լոբիի ազդեցությունը։ Սակայն շատ հետաքրքիր բան կատարվեց։ Իսրայելական լոբին եւ Նետանյահուն երևի չէին սպասում, որ Փաշինյանը եւ Հայաստանը, որը նա ներկայացնում էր, կփլուզվի այդքան արագ եւ կհանձնվի այդքան անվերապահ։ Ուստի հաշված օրեր անց Նետանյահուն հասկացավ, որ նա ձեռք է բերում բացարձակապես անսպասելի եւ անցանկալի իրավիճակ եւ փորձելով թույլատնել, ել ավելի թույլատնել Իրանին, փակելով հայ-իրանական սահմանը այս Թրամփի ճանապարհով կամ Զանգեզուրի միջանցքով, ինչպես շարունակում են ասել Անկարայում եւ Բաքվում։ Իրականում նա փակեց Իրանի համար ապագա եւ շատ մոտ ապագայում անխուսափելի փոփոխությունները, բարեփոխումները, բայց փոխարենը կտրուկ ուժեղացրեց Թուրքիային եւ դա բոլորովին այն արդյունքը չէր, որին սպասում էր Իսրայելը եւ կոնկրետ Նետանյահուն։ Ահա ինչու Նետանյահուն շատ անսպասելի շատերի համար հանկարծ որոշեց ռադիո եթերում ճանաչել Հայաստանի ցեղասպանությունը։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ սա քաղաքական յուրահատուկ մարտավարություն է եւ դրանով Նետանյահուն փորձեց հասկացնել Հայաստանին, որ ինքը չի ցանկանում Հայաստանի այսպիսի արագ եւ անվերադարձ թուլացումը եւ այդպիսի զիջումներ Ադրբեջանին եւ Թուրքիային, որովհետեւ դա մեծ հաշվով ձեռնտու չէ եւ Իսրայելի։ Մի քանի շաբաթ անց Իսրայելը կրկնեց իր փորձը, հիշեցնեմ, որ առաջին փորձը անհաջող էր, որովհետեւ ամենայն հավանականությամբ Փաշինյանը չհասկացավ ինչու արեց դա Նետանյահուն եւ բավական կոպիտ ձևով մերժեց այդ ճանաչումը, ասելով, որ մեզ այդ նման ճանաչումները պետք չեն։ Ես համարում եմ դա կոպտագույն քաղաքական սխալ եւ անձնական սխալ Փաշինյանի կողմից։ Եվ կրկնում եմ, օրեր անց, շաբաթներ անց Իսրայելը կրկնեց իր փորձը եւ այս անգամ Իսրայելի արտգործնախարարությունը շնորհավորեց, դա արդեն սեպտեմբերի 21-ն էր։ Սեպտեմբերի 21-ին նույնպես բավական յուրահատուկ հետաքրքիր անսովոր իսրայելական ոճով մեզ ուղարկվեց այդպիսի բացիկ, որի վրա նկարված էր հայկական եռագույնը եւ գրված էր, որ Հայաստան Իսրայելը շնորհավորում է եւ սիրում է քեզ։ Գրված չէր, որ սա արտգործնախարարության նախաձեռնությունն է կամ կառավարության, որ սա ուղղված է վարչապետին կամ արտգործնախարարության։ Ոչ, գրված էր Հայաստանին Իսրայելի կողմից։ Այսինքն այս դեպքում Նետանյահուն փորձեց խուսափել անձնավորված մոտեցումից եւ արեց մաքսիմալ ճկուն եւ ընդհանրացված մի փորձ կրկին քայլ անել դեպի Հայաստան, ձեռք մեկնել Հայաստանին։ Սա նույնպես չարժանացավ որևէ պատասխանի։ Ահա ինչու ես պնդում եմ, որ Հայաստանի կառավարությունը, որը 24 թվականի սեպտեմբերին, եթե չեմ սխալվում, ճանաչեց Պաղեստինի ինքնավարությունը, բայց 25 թվականին ոչ մի ձայն չի հանել ոչ հոկտեմբերի 7-ի ողբերգությունը հիշատակելու եւ ցավակցելու Իսրայելի ժողովրդին նաեւ կամ գոնե երկու ժողովուրդներին, ինչպես արեց Հայաստանի Եվրոպական կուսակցությունը։ Ընդհանրապես որևէ ձևով Հայաստանը չի փորձել բարելավել մեզ համար ռազմավարական կարևորություն ունեցող հարաբերությունները Իսրայելի հետ։ Ահա ինչու Եգիպտոսում մենք նման բան չտեսանք։ Ես ուրախ կլինեմ, եթե դու եւ ես սխալվենք եւ կուլիսների ետևում ինչ որ նման բան եղել էր։ Բայց նման բան ցավոք սրտի չի եղել ամենայն հավանականությամբ։ Ես հարցը ինչի համար բարձրացրեցի, որովհետև Պակիստանը ամենամեծ զենք մատակարարող պետություններից էր Ադրբեջանին, ինչպես նաև Իսրայելը։ Եթե Պակիստանը ավելի վատ հարաբերություններ ուներ Հայաստանի հանդեպ, վերաբերմունք ուներ Հայաստանի հանդեպ, այսինքն նույնիսկ չէր ճանաչում Հայաստանի անկախությունը։ Իսրայելը ճանաչել էր, Իսրայելի հետ նույնիսկ փորձեր էին եղել տարբեր տարիների ընթացքում դեսպաններ ունենալ, նույնիսկ ունեցել էին պարզապես տեխնացուները այնքան էլ այն տեխնացուները չէին, որոնք որ մեր երազած տեխնացուները չէին։ Ամեն Սմբատյանն էր, որը հիմա քրեական հետապնդման մեջ է։ Ինչի համար բարձրացեցի թեման, որովհետև ստացվում է կարծես կողմնապաշտ վերաբերմունք
մենք գիտենք, որ առանց հրեական լոբիի աշխարհում շատ քիչ հարցեր են լուծվում եւ Հայաստանի համար լուծված բոլոր հարցերի մեջ գրեթե մասնակցել են իրենք եւ հիմա էլ կա մեծ հետաքրքրություն Հայաստանի հանդեպ ակտիվ փնտրտուք է գնում քաղաքական գործիչների կամ փորձագետների, ում հետ կարելի է գործ բռնել, գործ ունենալ, այսինքն հետևում են մարդիկ, լսում են, որտեղ Հայաստանը հետաքրքիր է, Հայաստանը այն հին տարածաշրջանի երկրներից է, որի հետ ամուր կապեր ունենալը այսօր Իսրայելի շահերից է բխում, պարզապես հայկական կողմից արձագանք կարծես չենք տեսնում, նույնիսկ ցեղասպանության ընդունումը, որը որ ըստ Իսրայելի ընկալմամբ կամ հենց անձամբ Նեթանյախուի ընկալմամբ պետք է ազդեցություն ունենար, դա էլ ազդեցություն չունեցավ, որովհետև այն ղեկավարի օրոք չէր, որը որ այդ հարցին տալիս է, այդ հարցի հանդեպ ունի այն վերաբերմունքը, որը ունենք ես ու դու։ Ինչևէ, ցանկացա շեշտել, որ Պակիստանը, որը մեզ չէր ճանաչում եւ ամենամեծ զենք մատակարարողներից մեկն էր Ադրբեջանին, այսինքն մեր հայրենակիցներին Արցախում սպանողներից մեկն էր, Փաշինյանի հետ մի սեղանին էր, ողջունում էր Ալիևի հետ երկխոսությունը, ինչքան ես հասցրեցի լսել տեսնել, իսկ Իսրայելը փաստորեն, եթե Փաշինյանը մոռացել է այդ ամենը, Պակիստանին ճանաչել է եւ հարաբերություններ է ստեղծել, ապա ինչն է խանգարում Իսրայելի հետ այդ հարաբերությունները զարգացնել։ Այս հարցը պետք է բարձրացնենք, որովհետեւ տարածաշրջանում Իսրայելը այն ուժերից է, որը որ մրցակցում է Թուրքիայի հետ, այո, նա ունի ասենք խնդիրներ Իրանի հետ, որը Հայաստանի հետ ունի լավ հարաբերություններ, բայց մենք պետք է ունենանք ոնց որ Ադրբեջանն է կարողանում անել բոլորի հետ մեր հարաբերությունները եւ Իսրայելի հետ հարաբերությունները չպետք է լինեն Իրանի մասին կամ Իրանի հետ հարաբերությունները Իսրայելի։ Մենք դա կարող ենք անել, հատկապես ունենալով այն համայնքը, այն պատմական հողը, ֆունդամենտը երկու երկրների միջև զարգացնելու։ Դու վերջերս Եվրոպայից ես եկել, այդ հարցին մի քիչ ուշ կտամ, հենց տեսել ես այն երկրներում, որտեղ հայերը հին արմատներ ունեն, ինչ վերաբերմունք կա հայերի հանդեպ, այսինքն ինչ պատկերացում կա։ Ես շատ հաճախ տեսնում եմ, որ Հայաստանի չինովնիկները տարբեր երկրներում լայն ժպիտներով իրենք զգում են, որ հայերի հանդեպ վերաբերմունք կա, բայց այդ վերաբերմունքը ուրիշ հայերի հանդեպ է ստեղծվել, ուրիշ հայեր են ստեղծել։ Այն հայերը, ովքեր որ եվրոպական ժողովուրդներին լավ ծանոթ են եւ եվրոպացիները յուրային են համարում, իսկ շատ ժամանակ հայկական չինովնիկների հետ զրույցներից հետո ես իմանում եմ, որ մարդկանց մոտ տպավորություն է, թե խոսել են ռուս չինովնիկի հետ, պարզապես հայկական ազգանվամբ։ Ցավոք սրտի այդ ամենը կա, այդ ցավոտ հարցերն են, մենք հայերեն ենք խոսում, դրա համար հիմա այդ թեմաներին անդրադառնում ենք։ Եթե ուզում եմ հասկանալ Փաշինյանի քաղաքականությունը, եթե ինքը նոր էջից է սկսում Պակիստանի հետ, ինչն է խանգարում նոր էջից Իսրայելի հետ սկսելը։ Ես մի նկատառում անեմ, եթե թույլ տաս։ Այո, Պակիստանը ոչ միայն նախկինում, այլ նաև հիմա Ադրբեջանին գլխավոր զենքի գլխավոր մատակարարներից է եւ հիմա արդեն խոսքը գնում է կործանիչ օդուժի մասին, որը Պակիստանը տրամադրում է 1-2 էսկադրիլիա, որը լիցենզիայով է արտադրվում, դա փաստորեն նույնպես ՆԱՏՕ-ի մի փոքր հնացած, բայց բավական արդյունավետ տեխնիկա է, բայց ես այստեղ ուզում եմ մեկ այլ ռետորական հարց տալ։ Իսկ ով է հիմա Հայաստանի համար զենքի գլխավոր մատակարարողը։ Կարող ենք հիշել Մարաջան, Հնդկաստանը։ Իսկ ինչու է Հնդկաստանը ընտրել Հայաստանին որպես իր զենքի ամենամեծ նոր շուկա, ընդ որում բավական մատչելի գներով։ Մեկ հիմնական պատճառով, որովհետև Պակիստանը, որը Հնդկաստանի գոյաբանական թշնամին է, թիրախավորում էր տարիներ շարունակ Հայաստանին, եւ Հնդկաստանը որոշեց, որ այնինչ վատ է Պակիստանի համար, լավ է Հնդկաստանի համար։ Դա էր հիմնական պատճառը, այլ ոչ թե մեր գեղեցիկ աչքերը կամ Կալքաթայում ու Մադրասում հայերի առևտրային հաջողությունները 17-18-րդ դարում։ Եվ փաստորեն Փաշինյանը փոխանակեց Հնդկաստանի զենքի մատակարարման, արտոնյալ մատակարարման առավելությունը Պակիստանի հետ, չեմ հասկանում ինչու են նրա համար այդքան կարևոր դիվանագիտական հարաբերություններով։ Եթե մենք պարզ հաշվենք եւ նայենք, ինչ զենքեր է մատակարարել Հնդկաստանը Հայաստանին, եւ մյուս նժարին դնել Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, որոնք 24 ժամ փորձություններ չդիմացան, որտեղ հաջորդ իսկ օրը Պակիստանը արգելափակեց բարեբախտաբար
Հայաստանի փորձը մտնել Շանհայյան տնտեսական համագործակցության կազմակերպություն, որի անդամն է Պակիստանը։ Սա ինչ է։ Սա քաղաքական արկածախնդրություն է։ Ոչ, սա պարզապես հիմարություն է։ Սա քաղաքական հիմարություն է, որը թույլ տվեց Հայաստանի արտաքին գործերի համակարգը եւ վարչապետի աշխատակազմը, որոնք մի ձեն ծպտուն չանեցին։ Մենք ինչ ենք անում։ Մենք փչացնում ենք հարաբերությունները աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկի հետ, հանուն ինչի։ Ինչ օգուտ կստանա Հայաստանը Պակիստանի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով։ Մենք կորցնում ենք արտոնությունը, կորցնում ենք միլիոնավոր դոլարների առավելությունը, որ ստանում ենք։ Մենք կորցնում ենք արևմտյան զենքի ստանալու Իրանի միջոցով ռազմավարական դաշնակից ունենալու հնարավորությունը հանուն ինչի։ Այսինքն այս փոքրիկ դրվագները ցույց տվեցին ողջ թշվառությունը, որում հայկական քաղաքական դասն է եւ կոնկրետ Փաշինյանի իշխանությունը գտնվում։ Դες ցանկացած երկիր ունի իր արտաքին քաղաքականությունը, որը հենված պետք է լինի իր շահերի վրա, հա։ Օրինակ ապրելով Ուկրաինայում ես գիտեմ ինչ քաղաքականություն է վարում մեր իշխանությունը, մեզ տեղեկացնում են դրա մասին։ Արդյոք հայ հանրությանը տեղեկացվում է քաղաքական որոշումների իմաստի մասին, հա, ասենք, այս քայլն արվեց, որպեսզի սա լինի, ասենք, Պաղեստինը ճանաչեցին, որ ինչ որ շահ ունենան, կամ ասենք Պակիստանի հետ հարաբերություններ հաստատեցին, որ ինչ որ ձեռքբերումներ լինի Հայաստանի համար։ Այս ամեն ինչը կարծես անհայտ է, ինչքան ես եմ հասկանում, հայ հանրությանը չեն ասում ինչի համար են արվում այս կամ այն քայլերը կամ ինչի համար չեն արվում մեկ այլ քայլեր, հա, նույն ասենք Իսրայելի թեմայով մենք զարմանում ենք, թե ինչու քայլեր չեն արվում։ Չէ, սա Փաշինյանի անձնական ոճն է։ Տես, ես մի անգամ ուղիղ եթերում օգտվելով հնարավորությունից հարցրեցի նրան, մենք մի դահլիճում ենք, մենք արդեն չենք շփվում այդ ավանդական որոշ ժամանակ եղած ձևաչափով եւ սկսվեց այդ ժամանակ ստորագրավակը եւ ես իրեն ուղիղ հարցրեցի Եվրամիությանը անդամակցելու նրա վերաբերմունքի մասին եւ նա երկու նախադասություն ի պատասխան ասեց, որոնք 180 աստիճանով տրամագծորեն հակասում են մեկը մյուսին։ Նա ասեց, դե բնականաբար ժողովրդի շատ մեծ մասը կողմ է դրան եւ բնականաբար մենք էլ ենք կողմ եւ մենք աջակցում ենք այդ նախագծին, թեև ես հարցրեցի դուք կգնաք կստորագրեք, նա չի ստորագրել այդ ստորագրավակը, բայց խնդիրը դա չի։ Հաջորդ նախադասությունում նա ասել է, բայց մենք դեռ պետք է հարցնենք ժողովրդից։ Մի րոպե, դու նոր ասեցիր, որ ժողովրդի զգալի մասը կողմ է եւ մենք հենց հարցում ենք անում, չէ՞, այդ ստորագրավակը նաեւ հարցում է։ Օրենք ընդունելը դա քաղաքական որոշում է։ Եվ միաժամանակ ուրեմն նա այդ ընթացքում երկրորդ նախադասությունն ասում մենք դեռ պետք է հարցնենք ժողովրդից եւ Եվրոպայից, որովհետեւ մենք չգիտենք, իսկ Եվրոպան մեզ կընդունի թե ոչ։ Ինչպես թե չգիտես, եղբայր 24 թվականի մարտին Եվրոխորհրդարանը պաշտոնապես քվեարկել է 504 կողմ 4 ընդամենը 4 դեմ Հայաստանի հնարավոր սպասվելիք դիմումը անդամակցության մասին ընդունելու կողմ։ Եվ հիմա նույնը Պաստորեն դու ասում ես երբ է նա անկեղծ կամ ինչ է նա մեզ հաղորդում։ Այս տարվա հուլիսի 14-ին նա մեկնեց Բրյուսելից Փարիզ։ Ես հիշում եմ այդ օրը, որտեղ դա Բաստիլիայի անկման օրն էր, Ֆրանսիայի ազգային տոնը։ Նախորդ օրը նա գտնվում էր Բրյուսելում։ Պաչպչվում էր, նկարանվում էր Անտոնիո Կոշտայի, Ուրսուլա ֆոն դեր Լայնի հետ, Կայա Կալասի հետ այդտեղ հանդիպեցին։ Հետո գնում եմ Մակրոնի մոտ, ընդունելություն, շքերթ։ Հաջորդ օրը, հուլիսի 15-ին նա անդամակցության հայտ է ներկայացնում, որտեղ Բրյուսել, Եվրամիություն, ոչ, Շանհայի կազմակերպություն։ Այսինքն սա է նրա ոճը։ Երկու նախադասություն արտասանել, որոնք իրարամերժ են։ Երկու գործողություն ունեն անել 24 ժամվա մեջ, որոնք իրարամերժ են։ Եվ ահա դուք ասում եք հիմա մենք Պակիստանի հետ հարաբերություններ ենք կառուցում, Իսրայելի հետ ոչ։ Պաղեստինին ճանաչում ենք, Իսրայելի ցեղասպանության ճանաչումը չենք ընդունում։ Սա հանցավոր սխալների շարք է։ Դուք Պակիստանի հետ պայմանագիր եք ստորագրում ինչ-որ իրար ճանաչելու մասին, կորցնելով Հնդկաստանի յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանին, որի մասին հնդիկները խոսել են, կներեք, հնդկացիները խոսել են
ուղիղ, որի մասին ոչ միայն խոսել են, այլ արտոնյալ տարբերակով զենք են մատակարարել Հայաստանին, ռազմավարական նշանակություն ունեցող զենք։ Եվ դու այս ամենը դնում ես հարցականի տակ հանուն ինչի։ Սա է Փաշինյանի քաղաքական ոճը, որը բերեց մեզ վերջին 7-8 տարիների խայտառակ, ստորացուցիչ, աննկարագրելի պարտությունների, կորուստների եւ տապալումների։ Դες գնացիր Եվրոպա առաջին անգամ չէր, այդ ընթացքում այցելեցիր շատ երկրներ, այդ թվում Ուկրաինա։ Ինչ նորություն կար, որ կուզեիր առանձնացնեիր Ուկրաինայի մասին առանձին կհարցնեմ, հիմա խոսենք Եվրոմիության սահմանների մեջ։ Ինչի հասար, ինչով վերադարձար Հայաստան։ Ես իհարկե սիրով կպատասխանեմ Ուկրաինայի մասին առանձին, բայց ուզում եմ ընդգծել, որ Ուկրաինա այս անգամ ես մեկնեցի միանգամայն եվրոպական ձևաչափով, որովհետև Ուկրաինայում հավաքվել էր ցուցադրաբար հենց Ուկրաինայում Պանեվրոպա համաշխարհային կազմակերպության տարեկան կոնֆերանսը ողջ առաջնորդներով եւ ղեկավարությամբ հանդերձ, եւ դա Ուկրաինայի հետ համերաշխության եվրոպականացման խորհրդանիշն էր։ Այդպես որ դա պսակեց ինձ համար այն աշխատանքը, որով ես զբաղված էի Բրյուսելում։ Բրյուսելում ես փորձում էի հանդիպել Եվրոխորհրդարանի падգամավորների հետ եւ քաղաքագետների հետ, քաղաքական վերլուծաբանների հետ, եւ մենք այնտեղ քննարկում ենք Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ, Հայաստանի հեռանկարները, եվրոպական հեռանկարները։ Եվ ես այնտեղ իմ տեսակետն էի շարադրում։ Ինձ այնտեղ ընկալում էին, ես խոսում եմ մասին, որ ես մաս եմ կազմել այդ նախաձեռնությանը, մեր կուսակցությունը նախաձեռնել Հայաստանի Եվրոպայի Եվրոմիության անդամակցության ստորագրահավաքին եւ օրենքի ընդունմանը։ Դա նախադեպ բան է, երբ որ արտախորհրդարանական որևէ կառույց, կուսակցություն կարողանում է ոչ թե ինչ-որ երրորդական, չորրորդական հարց բարձրացնել եւ քննարկել, այլ պետական օրենք ընդունել տալ, որը աշխարհաքաղաքական նշանակություն ունի, ռազմավարական նշանակություն ունի։ Մենք դա արել ենք եւ դա անչափ ոգևորել էր եվրոպացիներին։ Կայա Կալասը Երևան էր եկել այդ հարցի պատճառով, քննարկելով դա, ասելով, որ Եվրոպան մեծ ոգևորությամբ տեսավ այս օրենքը եւ մենք սպասում ենք երբեք դուք դա իրականացնելու։ Անցած կես տարվա մեջ մենք հասկացանք, որ իրականում Փաշինյանը իմիտացիայով է զբաղված եւ ես ուղիղ խոսում եմ այդ մասին եվրոպացիների հետ։ Ես ասում եմ, որ դուք տեսաք Վրաստանի օրինակը, ինչպես Վրաստանը արդեն մի ոտքով կանգնած լինելով Եվրամիության անդամակցության անդամ երկիր դառնալու դաշտում հետնահանջ կատարեց։ Եվ հիմա մոտ օրերին քննարկվելու է վրացիներին զրկելու այդ արտոնյալ ազատ մուտքից դեպի Եվրոպա, Վրաստանին միգուցե զրկեն նաև թեկնածու երկիր կարգավիճակից։ Այդ ամենը մենք պետք է ստանանք եւ արտոնյալ մուտք առանց վիզայի եւ թեկնածու երկրի կարգավիճակ։ Դրա համար ընդամենը պետք է դիմում գրել, որը Փաշինյանը չի անում, որովհետեւ նա պայմանավորվել է այդ մասին Պուտինի, Ալիևի եւ Էրդողանի հետ։ Ու ես Եվրոպայում հարցերին պատասխանելով ասում եմ, որ փաստորեն մեր կառավարությունը հաշված ամիսների ընթացքում, 5-6 ամսվա ընթացքում կատարեց այն ճանապարհը, անցավ այն ճանապարհը, որը վրացիները 5-6 տարի, 5-6 տարվա մեջ անցան, վերադառնալով ռուսական գաղութի կարգավիճակի։ Հայաստանը այդպես էլ դուրս չեկավ ռուսական գաղութի կարգավիճակից, ռուսական զորքերը Հայաստանում են, ռուսական սահմանապահները Հայաստանում են իրենց ուղեկալներով, ռուսները շարունակում են վերահսկել մեր գազամատակարարումը, հոսանքի բաշխումը, հայկական երկաթուղիները, հանքերը, բանկերը, մամուլը, ռուսական եթերը անխոչնդոտ կերպով հայկական տարածքում է հեռարձակվում, կուսակցությունները անպատիժ կատարում են Ռուսաստանի գովքը եւ քարոզը, 3 կուսակցություններից 2-ը, եթե ոչ բոլոր 3-ը, ազգային ժողովում ռուսական շահերն են ներկայացնում։ Այդպես որ Հայաստանը դուրս չեկավ ցավոք սրտի գաղութային իրավիճակից։ Եվ ես մեծ դառնությամբ եւ նախանձով տեսնում էի, որ հնարավոր էր այլ տարբերակ։
Դա հնարավոր դարձավ Մոլդովայի համար, որը գտնվելով շատ ծանր քաղաքական, տնտեսական իրավիճակում, զավթված տարածքով, որտեղ ռուսական զորքն է կանգնած, ռուսամետ համայնքներով, գագաուզների եւ ռուսների հետ միասին, այնուամենայնիվ Մայա Սանդուի երկաթե կամքի շնորհիվ եւ Եվրոպայի օգնության շնորհիվ կարողացավ հաղթահարել այդ բոլոր խոչընդոտները եւ դառնալ փաստորեն մի երկիր, որը արդեն տեխնացու կարգավիճակից շուտով կդառնա լիիրավ անդամ Ուկրաինայի հետ միասին։ Եվ նույնը իհարկե Ուկրաինայի վերաբերյալ ես եթե գլխարկ լիներ գլխիս կհանեի ի նշան հարգանքի այդ հերոսական ժողովրդի պայքարին։ Ես տեղյակ եմ, որ եվրոպական քո հանդիպումները բավականին արդյունավետ են եղել եւ Հայաստանի իմիջի համար շատ կարեւոր են եղել։ Գիտես, որպես քաղաքտեխնոլոգ շփումներ ունեմ եվրոպական եւ մեր ամերիկյան գործընկերների հետ, շատ կարեւոր է Հայաստանից ունենալ հետադարձ կապը, հա։ Դու այն մարդկանցից ես, ում հաճույքով հանդիպում են եւ քննարկում են շատ կարեւոր հարցեր, ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Եվրոպայում։ Դες եկար այն մարդկանցից ես նաեւ, որ պատերազմի ժամանակ արդեն ոչ առաջին անգամ ես գալիս Ուկրաինա, նայես կասեի պատմական դարձած հանդիպումներ, այցեր, համերգներ, որը որ Ուկրաինայի հայերը հաստատ չեն մոռանալ, չասեմ ուկրաինացիների մասով, գիտես, երկու հարցազրույց ես տվել, քանի տարի անցել է, մարդիկ մինչև հիմա ցիտում են։ Այդ ինչ զգացիր, դու այս անգամ շատ հետաքրքիր էր քո ճանապարհը։ Եկար Հռոմից, եկար Բուկովինա, եկար Չեռնավցի, որտեղ տեսար հայ քաղաքական գործիչների հետքեր, նրանց մեծարումը, նրանց ընկալումը, նրանց հանդեպ հիշատակի պահպանումը, տեսար հայկական ժառանգության հաստատություններ, տեսար փաստեր առնչվեցիր, կուզեի քո տպավորությունները պատմեիր, ասենք Ուկրաինայի հայերի, Լեհաստանի հայերի այդ թողած ժառանգությունը, այդ վերաբերմունքը նաև ժողովուրդների հայերի հանդեպ, ինչպես կարելի է դա կապիտալիզացնել։ Ես նախ հերթական անգամ հիացա եւ չկարողացա փաստորեն թաքցնել այդ հուզմունքը, երբ տեսա մի բան, որը ինձ համար ձևակերպում եմ հետեւյալ կերպ հիմա։ Ուկրաինան դատապարտված է հաղթանակի։ Ես մեծ հուզմունքով տեսա մեր ազգին 88-93-4 թվականներին։ Ես տեսա այնպիսի համերաշխություն ներազգային եւ ազգամիջյան Ուկրաինայում։ Ես տեսա այնպիսի հաղթելու վճռականություն եւ այդպիսի ոգևորություն, առանց պաթոսի, առանց կուրս ծեծելու։ Ասեմ մի բան, ամեն առավոտ, ամեն Աստծո առավոտ ժամը 9-ին քեզ համար չեմ ասում, քո հանդիսատեսների համար եմ ասում։ Ամբողջ Ուկրաինան լռության րոպե է, ինչ ասեմ, նշում, չի նշում, ապրում է այդ րոպեն։ Մարդիկ կանգնեցնում են տրանսպորտը, դուրս են գալիս մեքենաներից, ավտոբուսներից, դուրս են գալիս խանութներից եւ 1 րոպե լռում են, բոլորը միասին։ Այդ պահին զանգում են եկեղեցիների զանգերը։ Այդ պահին օրհներգն են երգում մարդիկ, ձեռքերը սրտերին դրած, արտացվելով, որովհետև ամեն երկրորդ ուկրաինացին կամ մարտի դաշտում է կամ ներքաշված է այդ պատերազմի մեջ։ Ամբողջ Ուկրաինան ապրում է ոչ թե պատերազմով, դիմադրությամբ, պայքարով։ Երբ որ մենք 1.5 ժամ կանգնած ենք եւ բաց ենք թողնում, չեմ ասի որտեղ, հասկանում եմ պետական գաղտնիքը, ռազմական գաղտնիքը, հսկայական մի շարասյուն մեքենաների կանգնած է եւ սպասում է, որ անցնեն զենք տանող բեռնատարները։ Եվ ոչ ոք ժամ ու կես մի ծպտուն չի անում, մի հոգոց չի անում, դժգոհության խոսք չի ասում։ Բոլորը լուռ կանգնած են եւ հասկանում են, որ դա իրենց կյանքի, իրենց ազատության, իրենց հաղթանակի համար է։ Բոլորը ապրում են դրանով, ապրում են հաղթանակով։ Կրկնում եմ, 3 տարի շարունակ այդ պաթոսը չի աշխատում։ Սա ամենօրյա աշխատանք է։ Աշխատում է համբերությունը, համերաշխությունը եւ սերը։ Տարբեր ազգերի մարդիկ, տարբեր սերունդների մարդիկ։ Քաղաքական հայացքների մասին արդեն չեմ ասում։ Այո, Ուկրաինան բազմազգ եւ բազմակարծիք հասարակություն է։ Այնտեղ լիքը ընդդիմադիրներ կան, այդ ամենը էական չէ։ Էականը հաղթանակը։ Ես տեսա դա, ես հիշեցի կյանքիս լավագույն տարիները։ Ամենածանր մեր տարիները 90-ական թվականները, մութ ու ցուրտ, պատերազմող, երկրաշարժից նոր գլուխ բարձրացնող ազգը հաղթում էր
շնորհիվ այդ ֆանտաստիկ համերաշխության, սիրո, եւ ես այս ամենը տեսա օրեր առաջ Ուկրաինայում։ Եվ ես պարզապես ցնցված եմ, ես կարծես թե դեժավյու ապրեցի լավագույն իմաստով։ Ինչ վերաբերում է Ինչ? Հետներս բերել ենք։ Այո։ Ես նաև մի քանի խոսք պետք է ասեի քո երկրորդ հարցինի պատասխան։ Ես նախ ապշած եմ, չեմ եղել եւ չէի պատկերացնում, որ նման տեղ կա։ Փոքրիկ մի քաղաք, իրականում փոքր չի, Գյումրիից երևի եթե ոչ մեծ, Գյումրիի չափ մի քաղաք է, ուղղակի Ուկրաինան մենք մոռանում ենք ահռելի մեծ երկիր է, Եվրոպայի ամենամեծ երկիր է, վիթխարի տարածքներ ունի, ընդ որում ոչ թե Ռուսաստանի պես տայգաներ, տունդրաներ, անմարդաբնակ, այլ ոչ, բնակեցված գյուղից մի երևի 300 մետրով է լավագույն դեպքում բաժանված։ Բոլոր տները կոկիկ, քարե, կղմինդրե տանիքներով, ծաղիկների մեջ ոսկե աշուն է հիմա, բերքը, սև հողը, այդ ամենը այնպիսի տպավորություն է թողնում, բայց Չեռնովցի կամ ինչպես մեր ավստրիացի ընկերներն էին ասում, Չեռնովից քաղաքը, որը կայսր Ֆրանց Իոսիֆի նվերն էր փաստորեն իր ընտանիքին, որովհետև այդ ժամանակ դա Ավստրիայի կայսրության մասն էր կազմում, անտառի եւ գետի միջև արանքում կառուցված է մի փոքրիկ Վիեննա, այնպիսի գեղեցիկ քաղաք, ես բազմաթիվ լուսանկարներ եմ դրել, որ ես չէի հոգնում զարմանալ եւ զմայլվել այդ գեղեցկությամբ, եւ այդ գեղեցկությունը պահպանված է։ Քաղաքը լպստած է, թեև իհարկե ոչ ավելորդ փող կա, ոչ, բայց մաքրությունը, բայց այն խնամքը, որով իրենք վերաբերվում են իրենց քաղաքին, այդ սերը, որը իրենք տածում են այս ամենի հանդեպ, եւ ես հանկարծ իմանում եմ, որ ռումինական թագավորության մաս կազմելուց հետո դառնալով ավստրիական տարածք, Բուկովինան եւ ամբողջ Բուկովինան եւ հատկապես Չեռնովցին ծաղկում է շնորհիվ մեծահարուստ հայերի, որոնք անմիջապես հասկանում են ինչ ժամանակներ են գալիս եւ հայկական համայնքը սեփական կալվածքները նվիրում է քաղաքին եւ Բուկովինայի, կներեք, հենց Չեռնովցի Բուկովինայի մայրաքաղաքի քաղաքապետարանը կառուցված է, ինչպես ինձ ասեց պարոն Դավիդովիչը, հայկական համայնքի ղեկավարը, հայ մեծահարուստի կալվածքի հողերի վրա, որը նա նվիրեց իր հարազատ քաղաքին։ Քաղաքապետարանն է այդտեղ կառուցված եւ ի նշան շնորհակալության, երախտագիտության քաղաքը հենց այդ մարդուն Հակոբ Պետրոսյանին, Յակոբ ֆոն Պետրովիչի, այդպես լեհականացված ձևով արտասանվում նրա անուն ազգանունը, ընտրում առաջին բուրգոմիստրը, առաջին քաղաքապետը։ Այդպես որ սա նշանակում է, որ անգամ փոքր միջոցներով, փոքր թվով հայերը կարողանում են ճիշտ տեղում, ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին գտնվել, եւ եթե ճիշտ մարդիկ են այնտեղ, նրանք թողնում են այնպիսի հետք, որը մենք տեսնում ենք Լվովում եւ Կամենец-Պոդոլսկում, Չեռնովցիում եւ Կիևում, երբ առանցքային դերը խաղում է այս փոքր ազգը, որը ծնված է որպես դոնոր, տալու համար, կիսվելու համար իր ունակություններով, եւ մեզնից սպասում են դա։ Դու որ ասացիր մեր խոսակցության սկզբին, որ նայելով հայ պաշտոնյաներին եվրոպացիները տեսնում են, ում են տեսնում ֆրանսիացիները, երբ որ հանդիպում են ինչ-որ հայ պաշտոնյա, նրանք տեսնում են Միսակ Մանուշյան եւ Շարլ Ազնավուր։ Այս աչքերով են նրանք նայում, իսկ փոխարենը պարզվում է, որ գալիս է ինչ-որ մի, ինչպես դու ճիշտ ասեցիր, ռուսական կառուցվածքով փոքրահոգի եւ թուլամորթ չինովնիկ, որը հայտնի ֆիլմի կերպարի բնորոշմամբ խայտառակում է ռեսպուբլիկան։ Դե պատերազմի հետևանքները հենց հիմա էլի հարցազրույցի ժամանակ տեսանք, լույսը անջատվեց, հանկարծակի հուսանք կմիացնեն, բայց մենք հասցրեցինք հարցազրույցը ձայնագրել։ Շնորհակալ եմ, որ ժամանակ ես գտնում մեր լսարանի համար։ Շնորհակալ եմ եւ հրավիրում ես։ Եվ մինչ նոր հանդիպում։ Ստեսություն։